Անօգնական դուք նշում եք, որ եթե ուրինությունը գաղափար առանց տեսնելու եւ այստեղ հանդիպելու, հա, Նարեկ Կարապետյանի հետ կապված ինչ-որ դաստիարակչական աշխատանքների մասին եք խոսում, բայց միշտ սկսվեց դուք ձեր դիրքավորումը փոխեցիք, այս հետքային ինչով եք պայմանավորված կառուցողական աշխատելու առաջարկել։ Ոչ մի հետքայլ չկա, ես ինչ ասել եմ տեղի են ունենում եւ եթե նկատել եք նիստերը անցնում են շատ քաղաքակիրթ, չափված ձևված, բարեկիրթ մեծամասամբ եւ հետեւաբար իմ գլխավոր նպատակը, որ ես դրել եմ իմ առջեւ, առնվազն այս պայմանությամբ կատարված։ Չէ, ինչ ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը, որ դիմադիրներին արդեն ասում էին։ Բայց ես ձեզ երբևէ ասել եմ, որ կան կոպտելու եմ իրանց, ես դες բան ասել եմ։ Պարոն Կիրակոսյան, մարդկանց քո ուզած դաշտ, իսկ իմ ուզած դաշտը լավ դաշտ է, բարեկրթության դաշտն է, բերելու տարբեր ձևեր կան եւ ամենևին միայն կոշտ եւ կոպիտ մեթոդներով այդ ձևերը չեն սահմանափակվում։ Շնորհակալություն, Ռոզաննա Համեցեք։ Ասել եք ստորգան, դասյարակ եք, հասկանամ է դասյարակության բարեկրթությունն է դեր ասած, սա հստակեցեք, և հիմնական հարցը շատ քննարկվեց դահլիճում ձեր քննարկում, ձեր տեխնացիան քննարկման ժամանակ, տարբեր պաշտոնյաների աշխատանքի, ձեր հարազատների աշխատանքի հետ կապված ումվել են, ձեր հովանավորությունը եղել է թե չէ, գիտեք նաև ձեր կինն է ազգային ժողովում աշխատելու, շարունակելի աշխատել ազգային ժողովում, թե կարող։ Շնորհակալություն։ Առաջին մասով կրկնում եմ, իմ նպատակը եղել է եւ շարունակում է մնալ հետեւյալը, որ ազգային ժողովի նիստերի դահլիճում առնվազն տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ։ Ես կարծում եմ, որ թու այս երկու օրերը ված չի անում եւ իմ գոհունակությունն եմ հայտնում այդ առումով։ Ես ինչպես էլ ելույթում եմ նշել, ես ընդդիմությանը առաջարկել եմ այս տրամաբանության, բայց նաև ասել եմ, եթե ընդդիմությունը ընտրի այլ տրամաբանություն, մենք առավել քան պատրաստ ենք նաև այլ տրամաբանության, եւ ես ուրախ եմ, որ դրա կարիքը մինչեւ պահ չի եղել։ Իմ կինը ազգային ժողովում աշխատել է ինձնից առաջ, այսինքն երբ որ ես դեռ այստեղ չէի, ինքը այստեղ աշխատում էր, հիմա դեկրետի մեջ է իմ կինը եւ ամենայն հավանականությամբ դեկրետից հետո չի վերադառնա այլևս ազգային ժողով։ Շնորհակալություն։ Համեցեք։ Առաջին հարցը վերաբերվում է կողմերին եւ պահանջներին։ Հիմա որպես խորհրդարանի նախագահի պատրաստվում կան որոշակի քայլեր, որ պատրաստվում է իրականացնել այդ ուղղությամբ եւ հայ թուրքական բանակցությունների հետ